Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Գուսան Ջիվան Չիլինգարյանի հեղինակային երեկոն «Իմ սիրտն է լցվել» խորագրով։ Ճանաչող յուրաքանչյուրը գիտի, որ գարուն լինի թե ամառ, աշուն լինի թե ձմեռ, Գուսանի սիրտը լցված է եւ մշտական ասելիք ունի։ Իր սիրտը լցված է հայրենասիրությամբ, ծնողասիրությամբ, լցված է մեծ սիրով հարազատի հանդեպ, հայրենի հող ու ջրի հանդեպ, ընդհանրապես մարդու հանդեպ։ Մեր երաժշտական ներկապնակի մեջ Ջիվան Չիլինգարյանի գուսանական գույնը ուրույն է, հոգեպարար, շապազանց ինքնատիպ, ամբարված, խոր հուզմունքով։ Նա սիրո երգիչ է, բնության երգիչ է, կարոտի երգիչ է։ Գարուն է բացվել, իմ սիրտն է լցվել երգը Գուսանը գրել է դեռևս դպրոցական տարիքում։ Բոլոր երևի քաջատեղյակ էր, որ գարուն էր բացվել երգի հեղինակը ինքն է եւ դպրոցական տարիներին ա գրել։ Ասում են գերանդուն ձեռքին սապոգներով գալիս էր հանդից գերանդուն տնը, մտնում ձայնագրում ու գնում։ Եթե մարդը հող ու ջրի հետ սեր ունի, նա բնականաբար արվեստը հոգով կարող է սիրել։ Եթե հող ու ջրի չսիրեցիր, արվեստը չես սիրի, իսկ մեր ամենամեծ հզորությունը նախ սերը հող ու ջրի նկատմամբ է եւ արվեստի մշակույթի ճիշտ պաշտպանելու ձևն է։ Ջիվան Չիլինգարյանի «Իմ սիրտն է լցվել» հեղինակային երեկոն իրականացվեց ՄՇՕ Զարմ գիտակրթական եւ Արցվաշեն հասարակական կազմակերպությունների ջանքերով։ Դահլիճն էլ անվճար տրամադրել էր Վանաձորի քաղաքապետարանը։ Միջոցառմանը ներկային Չիլինգարյան Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանի տարբեր քաղաքներից, անվանի գուսաններ Հայկազունն ու Ռազմարը։ Մշակույթն այն ոլորտն է, որ միշտ հոգացության եւ հովանավորության կարիք ունի։ Այդ է պատճառը, որ այս գործում Արցվաշենը եւ ՄՇՕ Զարմն ունեցան իրենց այսպես ասած համեստ եւ շատ կարեւոր ներդրումը։ Հայ լինելով հանդերձ, ինչու է հպարտ։ Մենք հպարտ ենք հենց դրանով, որ մենք ունենք երկարվեստ, մենք ունենք մշակույթ։ Իսկ թե ինչու երեկոն նախատեսվեց այս տարի, Էդուարդ Խալղաթյանը պարզաբանում է։ Գուսան Զաքարյանի 80-ամյակն ենք նշում այս տարի։ Մեր լոռեցի հայտնի ու անվանի գուսանն է։ Գուսան Չիլինգարյանն էլ երգ ունի նրան նվիրված, ահա թե ինչու։ Փորձեցինք Գուսան Զաքարյանին նվիրենք ինչ-որ մի ձևով նորից, որ գիտեք, մեր լոռվա գուսանն է, որը որ անմահ է։ Գուսան Ջիվան Չիլինգարյանը բազմաթիվ երգեր է նվիրել մայրերին, հայրենիքին, մայրասարին ու մայրության արձանին, Արցվաշենին։ Կան, որ դեռ շատ շրջամանակներից ծանոթ են մարդկանց, բոլորի սրտերում կան այդ երգերն էլ պետք է ներկայացնենք։ Եվ վերջում մեր Արցվաշենի մասին գրված երգ է, որ մեր Արցվաշենի հիմագերության մեջ է եւ մենք պետք է ողջևորվենք, որ մեր Արցվաշենը մենք հետ վերցնենք։ Վերջապես նա մերն է եղել ու միշտ էլ մերը կլինի։ Մեր հուշակոթողի կառուցումից հետո Ջիվան Չիլինգարյանը երգ գրեց Արցվաշենի մասին, իդեպ ասեմ անակնկալ է լինելու մեր ժողովրդի համար առումով, որ մեր հովանավորությամբ Արցվաշեն երգը նոր գործիքավորում է ստացել եւ մեր այսօրվա միջոցառումը հենց կամփոփենք Արցվաշեն երգով։ Իդեպ նաեւ առաջիկայում դրա տեսահոլովակն է լինելու։ Նպատակը խորհրդավորն էր, խորհուրդն այն էր, որպեսզի մեր ժողովուրդ ավելի մոտիկից ճանաչի Ջիվան Չիլինգարյանին, որովհետեւ այնքան գեղեցիկ կատարումներ ունի։ Եվ ուզեցինք նաև այո նոր տարվա նախօրյակին երկու հասարակական կազմակերպություններով մեր ժողովրդին, այսպես ասենք, նվեր անել։ Իմ լավ, իմ կյանքից խազով
Գուսանը մի նպատակ ունի, այն է ժողովուրդը լսի եւ սիրի իր երգերը։ Այսօր ես ներկայացնելու եմ իմ ստեղծագործությունները, իմ երգերը, կան եւ հին նոր երգեր եւ հույսով եմ, որ հանդիսատեսը չի ձանձրանա այդ երգերից։ Հեղինակային երեկոյի վերջում Լոռու մարզպետարանի մշակույթի բաժնից Մհեր Մելիքյանը Գուսանին հանձնեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհակալագիրը գուսանական եւ աշխուհական երգարվեստում Գուսան Ջիվան Չիլինգարյանի ունեցած ավանդի համար։ Իսկ միջոցառման մեղավորներից մեկին էլ Էդուարդ Խլղաթյանին դարձյալ Լոռու մարզպետի շնորհակալագիր հանձնվեց։ Խմբակի Լեռնաշղթայի Մայրասարի գագաթին նրա նախաձեռնությամբ կանգնեցված Մայրասարի արձանը դյուցազնագրքում գրանցելու համար։ Նայնե Մաթևոսյան, Արայիկ Նազարյան, Միք հեռուստաընկերություն։